Գիտեք, որ 2 ամսով կալանավորել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին, ինչ գնահատական եք տալիս այդ ամեն ինչին, գիտեք, որ երեկ չէ առաջին օրը նաև այսպես ուժային կառույցները փորձեցին գրոհել Վեհարանը, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարում է, որ պետք է եկեղեցին մաքրվի սրբապիղծներից, նա հոգևորականներին համարում է սրբապիղծներ, ինչպես եք իշխանության վերջին գործողությունները գնահատում։ Գնահատում եմ որպես իշխանությունների վերջի սկիզբը, որովհետև նման կերպ վերաբերվել Սրբազան Աջապահյանին անկարելի էր, որովհետև եթե վերլուծենք Սրբազանի անցած ճանապարհը, կնկատենք, որ ճանապարհով անցել է Սրբազանը, միայն ծաղկել է, միայն զարգացել է Հայաստանի դժվար օրերին Սրբազանը այնպիսի թեմ է վերակառուցի, այնպիսի թեմ է տվել իր ժողովրդին, որ անհամեմատելի է, եթե նույնիսկ համեմատենք Հայաստանի մյուս թեմերի հետ, ինչ օգտակար գործ հավատացյալների համար, ինչ շինարարություն, ինչ զարգացում, իսկ իշխանությունները, որոնք 6-7 տարվա ընթացքում մենակ ավերածություն ու կոտորած բերեցին, կեղծ դեմոկրատիայի անվան տակ, որոշեցին իրենց միակ ճշմարիտ ընդդիմադիր ուժին լռեցնել, բայց ես քիչ առաջ էլ անդրադարձայելի հարցադրություն պատասխանեցի, դրանով նրանք չցածրացրեցին Աջապահյանին, այլ հակառակը ավելի բարձրացրեցին։ Այս այն պատմությունն է Շիրազի ասածի, որ բլուրներով հավաքվում են, թե ոնց սարի փառքը խլենք, որոշում են ամեն օր մի բուրջ հող լցնեն սարի վրա։ Արդյունքում բլուրները վերացան, սարը բարձրացավ, այս պատմությունն է։ Արդյոք կարող ենք ասել, որ իշխանությունները այսպես իրենց դատավճռի տակ ստորագրեցին։ Բնականաբար եւ շատ արագ։ Բնականաբար, իմ կարծիքը այդպես է։ Հատեցին վերջին գիծը, որը չէր կարելի, ըստ իս։ Այսօր դուք եւս մասնակցում եք Սրբազանին աջակցության աղոթքին, ինչ կասեք Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումների հետ կապված, տեսնում ենք իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնում, հերթը հասել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, ինչ կասեք վերջին գործողությունների վերաբերյալ։ Ոնց ասեմ, շատ ցավալի է, որ մենք հասանք այս կետին։ Ճիշտն ասած, ես ամենավերջին արարքներին հավատում էի ու սպասում էի, բայց այն, որ կհասնեինք այս աստիճանի, այն, որ կհասնեինք արդեն հոգևորականներին ձերբակալելու այս ամենազազրելի երևույթին, սրան չէի սպասում, բայց հավանաբար ինձ թվում է, սա էլ կլինի վերջին օղակը, որ մենք բոլորս ոտքի կանգնենք, եւ ինչպես այսօր մեկ մարդու նման հավաքվել էինք եկեղեցում, հուսամ թեպետ նրանց մթագնած հոգիներին հազիվ թե աղոթքն էլ օգնի, որ լուսավորվի, բայց հուսամ, որ մեր բոլորի աղոթքը կհասնի առաստված, մի քիչ իրենց հոգիներն էլ կլուսավորվի, որպեսզի կարողանան դարձի գալ եւ հասկանան, թե ինչ են անում, ում են հաճոյանում եւ ուր է տանում այս ամենը ի վերջո։ Սրբազանի սիրած նախադասությունն այն է, որ ցանկացած մարդու հնարավոր է դարձի բերել, եթե նա ապաշխարում է, նա այս իշխանությունների համար ասում է, սրանք անհույս են։ Արդյոք դուք էլ ունեք այդ տպավորությունը, որ երբևէ այս ժողովրդի ընդվզման այս ուղերձները իրենց տեղ կհասնի, որ մարդիկ դեմ են, մարդիկ համաձայն չեն այս ամեն ինչին։ Ճիշտ ասած, այս պարագայում ես կիսում եմ Սրբազանի վրդովմունքը եւ այն համոզմունքը, որ սրանք անհուսալի հույսեր այլևս պետք չի կապել սրանց հետ, որովհետեւ եթե ինչ որ տեղել կարող ենք հույս կապել այս քայլով, այն ինչ կատարվեց Մայրաթոռում, կարծես թե բոլոր հույսերը հոդս ցնդեցին, որ իրեն կարող են ինչ որ բանի դեմ կանգնել, բայց այնպես լինելով հայ քրիստոնյա մի փոքր, այսպես 0.5 աստիճան հույս փայփայում ենք, որ ինչ որտեղ, ինչ որ միտեղ կարող է Տերը գտա իրենց, որպեսզի այդ մթագնած հոգիները լուսավորվեն։ Ինչպես եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, գիտեք, որ Շիրակի թեմի առաջնորդին են 2 ամսով կալանավորել, ինչպես եք գնահատում այս զարգացումները։ Ես Հայաստանում տեղի ունեցողի մի անուն կտայի, որ սա համահայկական եւ հոգեվոր եւ իրական զարգացումների կոլապսն է, այսինքն
ամեն ինչ կանգ է առած մեկ հոգու որոշմամբ եւ այդ կանգառը դառնալու է իրական փորձանք բոլորի համար, որովհետեւ հասարակությանը չես կարող անverջ զսպանագիտ պես սեղմել եւ բոլորի մոտ կա կեզգայուն վիճակ ու խորը վիրավորանքի զգացողություն մարդիկ իրոք լացում են Սրբազանների ձերբակալությունը ինչպես եք որակում։ սովետի կոմունիստական նարատիվներից էր, եթե կա մարդ հանցակազմ կգտնվի այդ է տեղի ունենում եւ եթե մարդը չի համարվում յուրային կամ լոյալ, հանցակազմ միշտ կգտնեն, կսարքեն։ Ինչեւ հիմա համոզում եմ, որ Բակրատ Սրբազանը ինչ-որ բան է ասել, բայց ես խորը կասկածներ ունեմ, որ Բակրատ Սրբազանը նման բան կասեր։ Եթե որևիցե մեկը չի հասկացել, թե ինչ էր ասում Միքայել Սրբազանը, ինձ թվում է ժամանակի ընթացքում դա է հասկանան այդ չհասկացողները հատկապես։ Իսկ այն ինչ անում են, առավել քան վստահ եմ, որ շարունակական է լինելու եւ ռեպրեսիաների շրջան եք մտնում, որը ու այս բռնոցիները շարունակվելու է առանց պատճառի, առանց հիմքերի, կամ չգիտեմ